դպրոցը այն եզակի դպրոցներից է, որ ունի սեփական օրհնելքը, դրոշը և զինանշանը։ Այժմ այդ դրոշը բարձրացնելու իրավունքը վերապահվում է մեր դպրոցի նախկին վաստակացած ուսուցչուհի Ժանետա Վարդանյանին և նրա թոռնիկին, որ այս տարի գալիս է առաջին դասարան։ Ինչու Ժանետային նաև ասել, որ Ժանետա Վարդանյանը այս օրհներքի խոսքերի հեղինակն է։ Սիրով հրավիրում ենք Ժանետա Վարդանյանին թոռնիկի հետ միասին դրոշը բարձրացնելու։ Այսօր Հակոբ Բաղդասարյանի համար 59 հիմնական դպրոցը կրկին քիրուրգիաներ է բացել հյուրսաների առջև։ Արդեն այսօր 66-րդ անգամ դպրոցում կնշի առաջին զանգը։ Զանգ, որին այնպես սիրով է սպասում և աշակերտները, և ուսուցիչները, և ծնողները։ Ես այստեղ տեսնում եմ ինձ շատ հարազատ դեմքեր, ծնողներ, մարդկանց, որոնք սերունդ իրենց երեխաների դաստիարակությունը վստահում են Հակոբ Բաղդասարյանի դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվին։ Եվ այդ վստահությունը պատահական չէ։ Այդ վստահությունն ունի իր պատմությունը։ Արդեն 66 տարի շարունակ մի անտեսանելի ձեռք բերում է դպրոցի պատմությունը։ Եվ այս պատմությունը հարուստ է փառահեղ էջերով, հաղթանակներով, ձեռքբերումներով։ Բազմիցս դպրոցը պարգևատրվել է մեդալներով։ Ճիշտ է, գուցե ձեր աչքին այդ նկատելի, անտես են այդ հաջողությունները, բայց պատկան մանմիրները տեսնում են, գնահատում են մեր կատարած աշխատանքը և անպայման պարգևատրում։ 2007 թվականին դպրոցը կրթության և գիտության նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի, ձեռք բերած հաջողությունների համար, մեր կատարած աշխատանքի համար։ Դպրոցը արժանացել է նաև գերմանացի մեծ հումանիստ Ալբերտ Շվեյցարյան մեդալին։ Ունենք բազում ձեռքբերումներ, սերի ծնողներ, բայց ուզում եմ այստեղ ձեզ հավաստիացնել։ Մեր ամենամեծ ձեռքբերում այն է, որ դուք այսօր մեր հետ եք, մեր կողքին եք, իրակնորեն այս առավոտը կիսում եք մեր հետ սիրելի ծնողներ, սա մեր ձեռքբերումն է, մեր աշխատանքի հաջողությունն է, որ այսօր այստեղ մեզ հետ միասին կիսում եք այս գեղեցիկ տոնը։ Սիրելի աշակերտներ, դպրոցում ամեն ինչ արված է, որպեսզի կարողանանք ձեր համար ապահովել շատ գեղեցիկ լավ դասաժամեր, լավ առօրյա կարողանանք կազմակերպել ձեր համար։ Սիրելի առաջի դասանցիներ, ձեր ժպիտներից օր այսօր ավելի է պայծառացել, և թող պայծառ լինի նաև ձեր ապագան։ Դուք դառնաք լավ հետագայում, լավ բժիշկ, լավ ինժեներ, լավ հայ մարդ կդառնաք, բայց այսօր այստեղ դուք բոլորդ ունեք մեկ ընդհանուր կոչում, դուք պարոնյանցի եք, և պետք է պարտավոր եք, որ կրեք այս պարոնյանցու պատիվը բարձր պահեք, սիրելի առաջի դասարանցիներ։ Շնորհավոր բոլորիս տոնը, քանի որ այսօր գիտության և դպրության օրն է, բոլորիս տոնը շնորհավոր։ Այսօր սեպտեմբերի 1-ը համարվում է հայոց պետության գիտության և դպրոցյան օր։ Այս տոնը հայ ազգի համար գիտեք, որ կարևորագույն ազգային, համազգային տոներից մեկն է։ Այս տարի զուգադիպեց, որ կիրակի է, ոչ աշխատանքային օր, դրա համար նաև մեզ համար սեպտեմբեր 1-ը երկրորդ նոր տարվա սկիզբն է, որի առիթով թույլ շնորհավորեմ ինձ, մեզ, բոլորիս և ցանկամ, որ հայոց պետությունը հավերժ դարերով ապրի։ Այսօր հայոց պետությունը 21-րդ դարում բոլոր հնարավոր պայմանները ստեղծել է, որպեսզի հայոց ազգի երազանքը կրթությունը, իսկ այդ կրթությունը պետք է անընդհատ լինի, որպեսզի կյանքը և սերունդը շարունակվի։ Դրա լավագույն վառօրինակներից մեկն է, որ պետական, հանրակրթական, արդեն 66 տարվա պատմություն ունեցող Հակոբ Բաղդասարյանի անվան 59 հիմնական դպրոցը ձեզ համար 2013-14 ուսումնական տարում
իր վեհությամբ ասասան կանոնացել Վարշավյան փողոցի համար 45 հասցեում եւ այս ուսումնական տարում նորոգված, բարեփոխված, վերանորոգված, թարմացված տեսքով ընդունում է մեր մնացյալ աշակերտներին, իսկ առաջին դասարանցիներից 41 աշակերտ, 2 դասարաններ, առաջին անգամ ողանջների, զանգերի ողանջների ներքո մուտք են գործելու։ Ուզում եմ, որ այսօր այս հանդիսությունը բոլորիս համար հաճելի լինի, տոնական լինի, մեզ համար հերթական տոնն է, իսկ առաջին դասարանցիների համար լինի շատ կարևորագույն ինչ-որ մի բանի սկիզբ։ Եթե ուշադրություն դարձնում եք, մեր դպրոցը բացի նշի ծովոտից որ ասեցինք, նաև այստեղ շատ կարևորագույն դերակատարում և տեղում է գտնվում մեր դպրոցի զինանշանը։ Մենք նախադասության բովանդակությունը, որը հենց հատկապես ուզում եմ խորհրդանիշը լինի մեր առաջին դասարանցիների։ Գիրք է պատկերված ատառով, փետուրով, որը այսօրվա գրականությունն է, գիրքն է, գիտության կողմից բացահայտված, որտեղ առաջին անգամ էր առաջին դասարանցիները պետության կողմից նվեր ստացած այդերարանով պետք է ուսումնասիրել և ուսումնառության առաջի հենց վարկյաններից ատառով մեր մեծնության այգուբենը պետք է սովորեցնել։ Ես մեկ նախադասություն, ես իմ խոնարհում եմ ուզում հերթականակ հավասել մանկավարժներին, ուսուցիչներին, 59 դպրոցի երկարամյա հաստակ ունեցող մեր ուսուցիչներին մեկ համեմատություն, ընդհանրապես հիշենք, որ Աստծո որդի Հիսուս Քրիստոսը ծնվելուց արարելուց հետո երբ որ նա ուղարկվել է ինչ-որ առաքելություն կատարելու, մարդկության կողմից կոչեցին իրեն ուսուցիչ, սիրելի մանկավարժներ, ուզում եմ Հիսուս Քրիստոսի օգնությամբ հավերժ և երկար ապրենք և այդ ամենակարևորագույն գործընթացը սիրով կատարենք, թիմով և համախոհված։ Առաջին հերթին խնդրում առաջին դասարանցիների դուրը ծափերով ողջունել և ուրեցնել դեպի երկու բացված դռները։ Շնորհավոր բոլորի զբոսանորը։ Որ այս նոր շեմին, այս գիտելիքի մեծ աշխարհում ունենանք մեծ նվաճումներ, լինենք բարի, ազնիվ, հաջողակ, ընկերասեր, ուշին և հայրենասեր։ Ես ուզում եմ, և ցանկանում եմ, որ ապրեք այնպիսի հեքիաթային երկրում, որ միշտ տիրի խաղաղություն, որ բոլորը սիրեք միմյանց, որ երեխաները ունենան երջանիկ և անհոգ մանկություն։ Ուզում եմ նաև տեսնել աչքեր բարությամբ և սիրով լցված։ Ուզում եմ տեսնել հայացքներ միայն հոգատար և ուզում եմ, որ բոլորը այստեղ լինեք հավասար։ Նաև ուզում եմ, որ առյուծի նման լինեք հզոր, օդի նման լինեք իմաստուն և աղավնու պես խաղաղասեր։ Բարի նորից կրկին շնորհավորում եմ ձեզ և բարի երթ եմ մաղթում 2013-2014 ուսումնական տարում։ Իսկ այժմ ուսում եմ և ուստրամադետ
տրամադրել մեր առաջին դասարանցի Տարոնին։ Տարոնը ձեր համար խոսք ունի ասել, որի հեղինակն է իր տատիկը, իր գեղեցիկ խոսքեր է գրել, որ այսօր Տարոնը հղի։ Ասա Տարոն ջան։ Աշունը մեր շոյում է մեր կրկացեր, ստանում է ամարներ, տրմասներ ես, զանգը կտավ, սիրով ինձ տասարան կտավեք, ամոզված եմ, որ եմ պայնան նարիկ եսպես կսիրել, ներկայանամ, ես տարոն, օգնեմ հիշեք, հայկական, լավիվայր է պատսական, զրվել է մեզ մաշտոսը խորեն ասել, ես կարգական կաշես եմ, ներկարվեմ, ադմության է ներեք, ես մեր կսան։ Սա իմ կյանքի գեղեցիկ ես սպասված լուսամատներից մեկն է, որ իրարանցում է առաջացնում բոլոր հայ ընտանիքներ։ Այսպես այսօրի նշում ենք գիտելիքների օրը։ Ես իմ և իմ ընկերների կողմից շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին, հյուրերին այս տոնական օրվա կապակցությամբ։ Աշնան առաջին օրվա դպրոցական առաջին զանգի 3 ամիս իրար կարոտած համադասարանցիների հանդիպման առիթով։ Շատ եմ սիրում մեր դպրոցը, որի պատերի ներսում իրենց լավագույն ժամանակներն են անցկացրել մեր բազմանդամ ընտանիքի բոլոր անդամները՝ տատիկս, հայրիկս, մայրիկս, հորեղբայրներս, քույրիկներս, եղբայրներս և այսօր իր փոքրիկ եղբայր Տարոնը։ Ուզում եմ, որ դպրոցս հավերժ լինի և որքան մեծանա, այնքան իմաստուն և հեղինակավոր դառնա։ Այս դպրոցից դուրս եկողները թող լինեն գիտակ, շիտակ և գործնական։ Խոստանում ենք լինել մեր դպրոցի հենարանը և բարձանքը, բարի գալուստ բոլորին։ Հողի բարիքները մոտենան այս սեղանի շուքին մոտ։ Ես Գիլիթ Բալյան։ Ինձ այսօրվանից կկոչեք ընկեր Բալյան։ Իսկ այժմ ես ցանկանում եմ ձեզ լսել և դուք ուզում եմ, որ դուք ձեզ ներկայացնեք։ Խնդրեմ ներկայացու, ինչպես եք ձեզ անվանում։ Բարձր։ Արամ Շմոն։ Ապրես դու շատ Ինչան։ Լաչինյա, ապրի ես ներկայացու։ Սարգսյան Էդմոն, ներկայացու քեզ։ Քանի որ մենք այսօրվանից կոչվում ենք ընկերներ, մենք պետք է իրար նկատմամբ շատ հոգատար լինենք, սիրալիր լինենք, չէ, դիմնանց չնեղացնենք և այսօրվանից միշտ իրար պաշտպանենք, չէ, որ մենք ընկերներ ենք։ Դրա համար երեխաներ, ես ուզում եմ ձեզ սովորեցնել մի գեղեցիկ երգ ընկերության մասին։ Ընկերներ, մեկ, երկու, երեք, բոլոր ընկերներս այստեղ են ինձ հետ։ Ու միասնական հայրով առաջ գնանք։ Շնորհավորում եմ քո սերտեմերի մեկը, մաղթում եմ քեզ մեծ նվաճումներ գիտելիքների մասնալից աշխարհում։ Առաջին ուսուցչուհի Գիլիթ Բալյան։